Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Զախարովան ասում է, որ Հայաստանին տանում են Մոլդովայի եւ Ուկրաինայի ճանապարհով։ Լուրջ, բա մեզ 30 տարի ասում էին, որ Ռուսաստանն է մեր վստահելի դաշնակիցն ու անվտանգության երաշխավորը, մինչդեռ Ռուսաստանի միջնորդած բոլոր բանակցությունները բերեցին ոչ թե խաղաղության, այլ նորանոր պատերազմների, Արցախի կորստին, Հայաստանի առաջ նոր պայմաններ դրվեցին եւ Հայաստանն ավելի խոցելի դարձրին։ Ռուսները մեզ վախեցնում են եվրոպական ճանապարհով, բայց չեն ասում գլխավորը։ Ռուսաստանի առաջարկած մոդելը նշանակում է, որ Հայաստանը չպետք է պարզապես գոյություն ունենա, մաքսիմում Բելարուս։ Մինչդեռ Եվրամիությունը մեզ տալիս է ոչ թե տանկ, այլ հնարավորություն ուժեղացնել մեր տնտեսությունը, էներգետիկ անվտանգությունը, կանգնեցնել արտագաղթի տեմպերը, հզորացնել Սյունիքը, աջակցել Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։ Չեմ ուզում նույնիսկ հիշել այսպես կոչված ռազմավարական դաշնակցի $100 միլիոն դիմաց Հայաստանից խլված ռազմավարական գույքերը, որտեղ 25 տարի Մոսկվան մի սենտ ներդրում չի արել։ Եվրամիությունը մեզնից ոչինչ չի տարել, ոչ մի պայման չի դրել, բայց միլիարդներ է ներդնում Հայաստանում։ Այս պայմաններում Հայաստանի պարտքն է վերջնականապես փակել վասալացրած դաշնակցի դարաշրջանը եւ իր անվտանգությունն ու զարգացումը կապել այն գործընկերների եւ դաշնակիցների հետ, որոնք չեն խլում գույք, այլ ներդրում են գիտելիք, տեխնոլոգիա, միլիարդներ մեր Հայաստանի անկախ գոյության մեջ։